Բիզնեսը բացեցիք Նուբարի անունով, դրեցիք Jonas Kebab։ Ամուսինս աշխատում խոհանոցում հիմնականում Վարդանը շատ գեղեցիկ քեբաբ է շարում։ Ամեն ինչը Սուզին է անում, սայները, փոփոխությունը, Այսքան 3 երեխա նստած իրենց անուններով, ազգանուններով Jonas Kebab։ Երբ որ Դեյվիդի հետ ծանոթացավ տղայիս ասեց. «Օ, դու ինչքան Ջոնա Հիլին նման ես», ասեց։ Քանոտ մնա Ջոնա։ Ես էլ ասում ումա նման ես տղեն։ Ջոնա Հիլ։ Օրինակ, որ ինձ նմանացնում են Քիմ Քարդաշյանին, ես շատ եմ նեղվում։ Հա, հենց այդ Ուզում եմ ես լինեմ էլի։ Հա, ես եղել է դեպքեր, որ էլի առաջարկել են, բայց երեխեքը չկարողացան, որովհետև իրանք Դեյվիդի հետ նկարվեցին Discovery Channel-ում։ Հիմա Նիքը նկարահանում ունեցավ շատ մեծ ամերիկյան կինոյի մեջ։ Նիքին կարծում եմ ճանաչում են շատ շատերը, համենայն դեպս նա ունի 1 միլիոն հետևորդ։ 1.5 միլիոն։ Հատկապես Հայաստանից եկած սիրուն լավ աղջիկներին միշտ պահում են այստեղ։ Այո, հենց տենց էլ կար։ Պատկերացնում եմ ինչ շոու են անելու այնտեղ։ Հավեցեք։ Ահա, եկավ։ Hello։ Ես չեմ կարող վեր կանամ, դուք կմոտենաք ձեզ բարևեմ։ Երեխավախ դպրոց շատ չի սիրում, so usually դասարան եմ նստած հետևը like գրում բան էի անում։ Հա, ուրիշ բան է։ Կատակներ էի գրում բան էի անում։ Մի 4 company վրա եմ աշխատում։ Այս հնարավորությունը չէր կարելի բաց թողնել, դե ես էլ գիտեք, պրոֆեսիոնալ։ Ինձ կասեք, հա։ Հաստատ։ I think ամենամեծ բանը of course մամայիս նայելն է։ Դա իմ ամենամեծ բանն է։ Աշխատողը մեջ ես եմ, թող ես աշխատեմ, բոլորը լավ եղնեն, ինձ ամենակարևորը դա է։ Կան դեպքեր, որ մարդիկ, այդ հայտնիները, Ողջույն ընկերներ, ես Մերի Մակարյանն եմ, իսկ դուք դիտում եք Menu AM-ը։ Այսօր հրաշալի հյուրեր ունեմ, մայր ու աղջիկ են ինձ հյուրընկալել եւ նրանք ներկայացնում են Jonas Kebab-ը։ Շատ հետաքրքիր զրույց ենք ունենալու, որովհետև նախնական ծանոթությունից շփումից արդեն պարզ դարձավ, որ ամեն ինչ շատ հետաքրքիր է լինելու հատկապես ձեզ համար։ Թե ինչպես է սկսել նրանց ընտանեկան բիզնեսը, ինչպես է ծաղկել եւ ինչպես է հասել այսօրվան, կզրուցենք Մարինե Բոգարյանի եւ Սյուզի Անտոնյանի հետ։ Ողջույն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Շատ լավ, հիանալի։ Տրամադրությունը միանգամից վարակեցիք մեզ բոլորիս, բերեցիք ձեր լավ տրամադրությունը այստեղ տաղավար։ Այո։ Հուսով եմ, որ դա մեզ կօգնի լավ, անմիջական, ազատ շփում ունենալու համար, հատկապես որ նախնական զրույցում հասցրեցինք շփվել նաև ձեր մեծ որդու հետ, հեռախոսակապով իհարկե։ Նիքին կարծում եմ ճանաչում են շատ շատերը, համենայն դեպս նա ունի 1 միլիոն հետևորդ, 1.5 միլիոն հետևորդ միայն Instagram-ում, մնացած հարթակներին ծանոթ չեմ։ TikTok-ում I think 4 միլիոն կամ 3 միլիոն։ Ահա, մանրամասնորեն խոսելու ենք, բոլոր ձեր ընտանիքի անդամներին քննարկել ենք, որովհետև դուք դրա համար եք այսօր այստեղ։ Այո։ Տիկին Մարինե։ Այո։ Ինչպես եք հայտնվել Միացյալ Նահանգներում։ Ես Միացյալ Նահանգներ եկել եմ 1992 թվականին։ Ինչու։ Ես էլ չգիտեմ ինչու։ 22 տարեկան էի։ Ամուսնացած էի։ Ոչ, եկա որ մանգամ, գնամ, չգնացի, մնացի, ամուսնացա։ Բայց ում հետ եք եկել մանգալու։ Մենակ։ Մենակ։ Մենակ եկել էի մանգալու 22 տարեկան էի։ Մնացի մի տարի, ուզում էի հետ գնայի, էլ չթողեցին։ Արդեն գտաք ձեր ապագա ամուսնուն։ Ինքը գտավ ինձ։ Ահա։ Ինչպես գտաք։ Հարևան, մեր թվերի ժամանակից հարևանը միշտ Կամ են տեսնում։ Հա, կամ են տեսնում։ Մի լավ աղջիկ կա, հատկապես Հայաստանից եկած սիրուն լավ աղջիկներին միշտ պահում են այստեղ։ Այո, հենց տենց էլ կար։ Տենց ամուսնացանք, ընտանիք կազմեցինք, երեխաներ ունեցանք, փառք Աստծո հիմա դժգոհ չեմ։ Իսկ Հայաստանի հետ կապը, կարոտը ինչպես հաղթահարեցիք։ Սկզբնական մի քիչ դժվար, հետո ընթացքում մամաս եկավ, պապաս եկավ, եղբայրս եկան, բոլորը միասին, ես ու քույրիկս ենք միայն այստեղ, բոլորը եկան։ Կլասիկ պատմություն էլի հայերի։ Ընտանիքով միացանք, այդպես։ Տենց ամուսնացանք երեխեքս իրեկներ Նիկ Անտոնյան, Սուզի, Վարդան, բոլորը ծնվել են Լոս Անջելեսում։ Բոլորը Անտոնյան են։ Անտոնյան են իրանք։
իմ հետ հələ կապ չունի։ Անտոնյանն իրանք իրեքնել, հա ծնվել են Ամերիկայում։ Մեծը Նիկն է։ Մեծը Նիկն է, մեծնի Սուզի մեծի մեջ տարբերությունը ընդամենը 1 տարի է, շատ չի։ Ինչով է զբաղվում Նիկը, ինչպես է հայտնի դարձել։ Նիկը ինքը փոքրուց սիրել է միշտ կամերա, նկարել, վիդեո, տեսախցիկ, այո, ինքը ֆիլմեր չէր նայում, բայց սիրում էր նկարել։ Փոքրուց երևի 10-11 տարեկանից ինքը միշտ կամերան վերցնում, նայում էր, խաղում էր կամերայով, սիրում էր 10-11 տարեկանից ես զգացի, որ երեխան շատ է սիրում կամերա։ Հետո նկարահանումներ բարեկամների երեխեքի հետ գնում էին 13-14 տարեկան կամերաներով նկարում են, եղբայրս վիդեո նկարող էր հարսանիքներում, սիրում էր գնալ կողքը կանգնել, նայել թե ոնց են հարսանիքներում նկարել։ Հետո երբ որ դուք տեսաք այդ սերը իր մեջ դեպի տեսախցիկը, դեպի այդ աշխարհը, օգնեցիք, որ առաջ շատ եմ օգնել իրան, որովհետև ինքը մի հատ կինո էր, մի հատ փոքր մի բան էր ուզում նկարել, ինձ ասում էր մամ կարաս դու դերասան լինես, ես նկարողը։ Վայ։ Ես մենք ունենք հին վիդեոներ, որ իրար հետ դերասանություններ ենք արել։ Հա։ Հետո ինքը ես իրան դերասանական դպրոց տարա։ Ընդունվել է ինքը դերասանական դպրոց 3 տեղ գնացել է Beverly Hills, North Hollywood, մեկ էլ Foothill։ 3 տեղ ինքը դերասանական դպրոց դասերի գնացել է։ Ես իրան տարել եմ, որտեղ սիրել է ինքը հետ։ Ու ձեր ծնողական պարտքն էիք համարում, ամենտեղ իրեն տանել։ Այո, իրան տարել եմ, ինձ ինքը հիմնականը իր կոմեդիան էր, ինքը կոմեդիան էր շատ սիրում։ Այս իր տեսքն էլ մի տեսակ sense ավելի կոմեդիանի կողմ է տանում, շատ սազում է իրեն այդ այո, ամենը։ ինքը հիմնական կոմեդիան էր ու շատ էր սիրում դերասանություն։ Հետո ինքը իր ֆիլմերը որ նկարում էր, վիդեոները post-էր անում, ասենք YouTube-ի մեջ է, բայց շատ նայողներ, դիտումներ չէր լինում, չէր ունենում շատ դիտումներ։ Հետո իր կյանքում մի անգամ հայտնվեց 2016 թվին, 10 տարի առաջ, 16-17 թվին հայտնվեց Դեյվիդ Դոբրիկը, որ ինքը ինչ ժամանակ 21-22 տարեկան էր կարծեմ։ Ով է Դեյվիդը։ Դեյվիդը հիմա իր շատ լավ մոտիկ ընկերն է, լավ ընկերներ են։ Ինչով է զբաղվում։ YouTube, TikTok, social media-ի մեջ է։ Հիմնականում այդ տղան Դեյվիդը Նիկի վիդեոն տեսել է ու մտածել է որ դա մի հատ վիդեո որ մենք ընտանիքով ենք նկարվել։ Գիտեք, ուզում եմ ասել, դուք ամբողջ ընտանիքով լրիվ այսպես պատրաստի սցենար եք, դերասանական խումբ։ Այո։ Ու շատ լավ եք մտածել բիզնես անել ու այդպես առաջ տանել բիզնեսը։ Այո, մենք ընտանիքով նկարվում էինք, TikTok-ների մեջ շատ ունենք, որ Նիկը մեր հետ նկարում է, էլ խաղա կազմակերպել մեր հետ միասին, էլ աստա դուք պետք է բարեք, սենց պետք է բարեք։ Իսկ reality show երբեք չեք ուզել անել ընտանիքով։ Սուզի ջան ուզեցել ենք ճիշտ ասած reality TV show ունենանք ու գնացել ենք նկարահանման, որը կոչվում է pilot episode ամերիկական։ Պետք է դու նկարես ու ուղարկես պրոդյուսերներին։ Ու տենաս որ այդ պրոդյուսերները իրանք կուզենան որ վերցնեն այդ reality TV show-ն, ոնց է Քարդաշյանները, իրանք դա ընտրում են։ Ես էլ էի նկարել, բայց չընտրեցի։ Քուրս մեկ էլ նույն։ Չէ, ես մոր էի։ Մեկ իրոք այդպես եղավ որ մենք գնացինք ռեժիսորներ կար, պրոդյուսերներ կար եւ այլն։ Ու կային իրանք ու նկարեցինք այդ pilot episode-ը, կարծում եմ մի շաբաթ նկարեցինք այդ վիդեոները ու այսինքն ներողություն մի հատ վիդեո էր։ Ու դա իրանք կպցրեցին իրար ու ուղարկեցին պրոդյուսերներին ու շատ մի քիչ ոնց են ասում Քաղցած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Menu AM-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Menu AM-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuam.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Ցավոք սրկի իրանք մեզի չընտրեցին։ Այդ վիդեոների այդ Քանի տարի առաջ էր դա։ Շատ, երևի նախքան բիզնես բացել է։ Ինձ թվում է հիմա տեսնելու են փոշման են որ ձեր Հա, շատ հետո դրանից հետո արդեն
եղել է դեպքեր, որ էլի առաջարկել են, բայց երեխեքը չկարողացան, որովհետև իրանք Դեյվիդի հետ նկարվեցին Discovery Channel-ում։ Մի որոշ ժամանակ հետո դա արդեն կրճատվավ ու արդեն ամեն մեկը ոնց որ անցան իրանք գործերի։ Էսի եղել է 2017 թվականից մինչև 21 թիվը։ Հետո մենք մեր բիզնեսը որ բացեցինք արդեն ոնց որ էլ արդեն այդքան շատ նկարահանումների չէինք մասնակցում։ Բայց Նիքը, որքանով գիտեմ, շատ չի ներառված ձեր բիզնեսի մեջ։ Չէ, ինքը շատ հիմա շատ զբաղված է, որովհետև հիմա Նիքը նկարահանում ունեցավ շատ մեծ ամերիկյան կինոյի մեջ, որը որ ինքն է գրել այդ կինոն ու Սցենարը։ Այո, սցենարը ու այդ կինոն նկարահանվավ Նյու Մեքսիկոյում։ Երևի մի 2 ամիս հետո նոր կինոն դուրս կգա ու շատ հիանալի ֆիլմ է։ Համ կոմեդիան, համ տխուր, համ ուրախ, ամեն ձևով։ Սիրով կնայենք։ Շատ հետաքրքիր ֆիլմ է, շատ հետաքրքիր ֆիլմ է լինելու։ Կինոյի անունն էլ Love Meets in the Sunshine։ Դե կարծում եմ լիքը գովազներ կլինեն, որ Կան։ կիմանանք։ Հա։ Հիմա ես Նիքին ասել եմ, արի, մեր մոտ շենք, իհարկե նկարահանման չի մասնակցի երևի, բայց խնդրեցի, որ գա, մեզ բարևի, տեսնենք կանի, կգա թե ոչ։ Կարծում եմ կգա։ Եթե գա, պիտի խնդրեմ, որ գա տաղավար, բարևի մեզ ու գնա։ Այս հնարավորությունը չէր կարելի բաց թողնել, դե ես էլ գիտեք, պրոֆեսիոնալ։ Տիկին Մարինե, այն ամեն ինչ որ դուք արել եք ձեր մեծ որդու համար, հա, հիմա այսօր ինչ որ նա ունի, ուր որ հասել է, դա հենց ձեր ուզածներ, ճիշտ տեղում է։ Չէ, այո, շատ ճիշտ տեղում է ու ես շատ ուրախ եմ հիմա իր համար։ Ես որ տեսնում եմ, ինքը շատ տանջանքների մեջով է անցել։ Ինքը շատ քարքարոտ ճանապարհներով է անցել։ Ինքը այսօր որ հասել է, մարդիկ մտածում են, որ այսօր Նիքը հասել է բարձր, մի քիչ բարձր տեղեր որ հասել է, ինքը նստած տեղը չէ, նստած տեղը չի ասել, ինքը գիշերը ժամը 2-ին քնել է, առավոտ 7-ին հելել է ու անդադ մտածել։ Ամենակարևորը գիտեք Նիքի համար, ես որ շատ ուրախ եմ իր համար, ինքը ճիշտ է դպրոց չի սովորել լավ, շատ լավ, high school-ը լավ չի սովորել, middle school-ն էլ, elementary-ն էլ, բայց ինքը շատ կարդացել է ու միջև հիմա կարդում է։ Գիրք շատ է կարդում։ Դե շատ լավ է։ Կարող եմ ասել շաբաթը երևի 2-3 հատ գիրք է կարդում։ Օթանավի մեջ նստում է օթանավ, ասենք հիմա 2 օր առաջ Նյու Յորքից եկավ, այդ 5 ժամվա ընթացքում ինքը գիրք է կարդացել։ Մարդիկ քնել են, ինքը գիրք է կարդացել։ Տիկին Մարինե, մենք նախնական զրույցում որ խոսում ենք, ես հարցրեցի ընտանիքի մասին, նման մարդիկ ընտանիք չեն կազմում կամ գուցե ժամանակ չեն տրամադրում դրա համար, դուք որպես մայր, գիտեմ, որ սրտանց ուզում եք, որպեսզի նա ամուսնանա, հայ աղջկա հետ ամուսնանա, բալիկներ ունենա։ Միակ երազանքս դա է։ Հիմա իմ կյանքից միակ Սյուզին Վարդանի համար չէ, բայց Նիքի համար միակ երազանքս դա է։ Ինչի Սյուզի Վարդանի համար չէ։ Որովհետև Սյուզին արդեն նշանված է, ինքը արդեն գիտեմ, Վարդանն էլ գիտեմ, բայց Վարդանը դեռ փոքր է, փոքր է, սպասենք։ բայց Նիքի համար միակ երազանքս նա, որ ինքը կարողանա ընտանիք կազմի։ Շատ կերազեմ հայ աղջիկ ուզի, բայց ինքը գիտի, եթե օտարը լինի իմ համար նշանակություն չունի, Չէ, մենք հայ ենք ուզում։ Հա, ուզում ենք, շատ եմ ուզում, բայց ապրում ենք այն երկրում, որ չգիտենք։ Ես լավ աղջիկ գիտեմ, հայ, կծանոթացնեմ։ Մեծ հաճույքով։ Հեսա թող գա կասեմ։ Չէ, բայց ունի ընկերուհի։ Դե մի ասեք, հումոր եմ անում։ Ոչ։ Լավ։ Մեկը ընկերուին հայ չի շատ է հասկանալու։ Չէ, չի հասկանա։ Հա, եթե կարող ենք Google թարգմանի։ Translate չանի։ Ամեն դեպքում ես երազում եմ, որ ինքը ամուսնանա, ընտանիք ունենա։ Ես ինձ ասել եմ, որ երեխա ունենաս դու գործ չունես։ Ես կպահեմ, ամեն ինչ ես կանեմ։ Դու մենակ երեխա ունենաք, մենակ իրան չէ, երեքն էլ։ Մենակ Աստված ինձ առողջություն տա, որ ես կարողանամ իրանց պահեմ, մեծացնեմ։ Համաձայն եմ։ Իրոք համաձայն եմ։ Դուք դեռ շատ երկար ունեք ապրելու, Այո։ հատկապես որ մտել եք այս բիզնեսի մեջ 2010 2021 թվից ենք մտած բիզնես, 20 թվին ենք բիզնեսը առել, բայց 20 բացել ենք 21 թվին։ 20 թվից բիզնեսը գնեցիք, 21-ին բացեցիք։ Նախ անվան հետ կապված հարց ունեմ, ինչու Jonas Kebab, այսքան 3 երեխա նստած իրենց անուններով, ազգանուններով Jonas Kebab։ Շատ հետաքրքիր հարց է Մերի ջան, այդ հարցը ու այդ հարց Ջոնան հիմնական Նիքիս անունն է Ջոնա։ Գիտեք ինչու, որովհետև երբ որ Դեյվիդի հետ ծանոթացավ տղաս, տղայիս ասեց ու դու ինչքան Ջոնա Հիլին նման ես, ասեց կոմեդիանով, ամեն ինչով Ջոնա Հիլ, ու քո անունդ մնում է Ջոնա։ Ես էլ ասում ում է նման էս տղեն։ Jonah Hill։ Ջոնա Հիլ։ Ջոնա Հիլին ինքը նմանացրել են Ջոնա Հիլին, ու իր անունը դել են Ջոնա, որ ինքը ընդհանրապես չի սիրում, որ իրանը Ջոնա է սկանչում։ Հա, որտեղ ինքը ուզում է ինքը։
Օրինակ, որ ինձ նմանացնում են Քիմ Քարդաշյանին, ես շատ եմ նեղվում։ Հա, հենց այդ Ուզում եմ ես լինեմ։ Հա, ես ինչ ես դու ինձ նման։ Իրան ասեն Ջոնա, ու իր ընկերները իր անունը դրեցին Ջոնա։ Միջև հիմա իր ընկերները, իր YouTube-ի ընկերները իրան կանչում են Ջոնա։ Փաստորեն անունը ինձնից, բիզնեսը ձեզնից, աշխատացնելը ձեզնից։ Այո։ Հիմա դրա համար անունը դրեցին Ջոն։ Իր ոնց որ ստեղ կոպիտացած middle name են ասում։ Իր անունը դրել են Ջոնա։ Ընդհանրապես Նիկս 4 հատ անուն ունի։ Մի հատ երկու հատ չի։ Նիկ, Ջոնա, Նիկ, Ջոնա, իր իսկական հայկական անունը Նուբար, Նուբար, middle name-ը պասպորտի մեջ գրված է Հարություն։ Հարություն։ Նուբար Հարություն Անտոնյան։ Իսկ այդ 4-ից ո՞րն է ինքը։ Ըստ ձեզ, որպես մայր, ձեր երեխան է, դուք իրեն ամենալավն եք Նուբար։ Նուբարը։ Ես ճիշտ ասած իրան միշտ մենք տունն ենք մենք իրան հետ կանչում, բայց քանի որ ընկերները միշտ իրան Նիկ են կանչել, իրան դեռ Նիկ գիտեն, որովհետև սովորել են։ Մի քիչ հայկական մեր հայկական անունը մի քիչ դժվար է իրանց համար ասելը, որովհետև իրանք ասում են New Bar։ New Դե են ինչ ասում։ ասես ասում են այստեղ հայկական անունները։ Ինչ ասես ասում են։ Շատերը օրինակ մի ռեստորան կամ չգիտեմ Starbucks սուրճ վերցնելիս անունդ ինչ է Նիկ, Ջոն, Իվան ասում են կրկին որ անցնեն առաջ։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության կիզակետում, խուսափեք քաոսից։ Orders Co POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Orders Co ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Բիզնեսը բացեցիք Նուբարի անունով, դրեցիք Ջոնաս Քյաբաբ Այո։ եւ սկսեցիք աշխատացնել։ Արդեն հիմնական գործը անում եք դուք, ձեր ամուսինը, Սյուզին եւ Վարդանը։ Ես սկզբից որ նայում էի Վարդանի եւ ձեր պապայի վիդեոները, ասում եմ իսկ ինչու իրենք չեկան, որովհետեւ այնքան հումորով, պոզիտիվ են, որ ուզում ես իրենց սարքածը արդեն ուտես, առնես ուտես։ Բայց հետո երբ որ ծանոթացա ձեզ հետ, հասկացա որ դուք բոլորդ իրար նման եք։ Տարբերություն չկա։ Չէ, Ձեզնից մի անգամ էլ կարելի է իրենց հետ կազմակերպել։ Վարդանս ու ամուսինը շատ գիտեք ինչ, կազմակերպենք մենք ընտանիքով։ Ավելի հետաքրքիր կլինի երևի։ Շատ ավելի հետաքրքիր։ Նման բան չի եղել, նախադեպը չի եղել։ 5 հոգով ամբողջ ընտանիքը։ Դե արդեն դա կլինի ռեալիտիի սկիզբը։ Կսկսենք այստեղից։ Սյուզին հիմա այնտեղ որպես մենեջեր է հանդես գալիս, որպես տնօրեն, այսինքն ինքը դրսում է կառավարում այդ ամեն ինչը։ Ամեն ինչը Սյուզինը անում, սայները, փոփոխությունը, ասենք ուզում ենք այս ամսվա համար ռեկլամ դնենք, ոնց ենք ասում, ռեկլամ գովազ դնենք, Սյուզից դնում է կամ գները մի հատ առնում ես, երկրորդը անվճար է։ Այդպես շատ է ինքը օգնում, ամբողջ օրը 2 շաբթի, 3 շաբթի իր օրնա որ բիզնես ինքը գա դասավորի, որ ոնց պետքա դասավորվի, ոնց պետքա անի։ Իսկ խոհանոցում աշխատում է ձեր հայրը։ Ամուսինս աշխատում, հայրը ամուսինս աշխատում խոհանոցում հիմնականում, պարոն Վահանը, Վարդանը եւ դուք։ Այո։ Վարդանն էլ է պատրաստում։ Վարդանը շատ գեղեցիկ քյաբաբ է շարում։ Ինքը 10 տարեկանից է շարում։ Ինքան, բայց Նիկս չի կարող, բայց Վարդանը շատ սիրում։ Վարդանն էլ է շատ սիրում։ Վարդանն էլ է շատ սիրում պատրաստել։ Բայց ընտանիքով ուտող խմող ընտանիք է։ Պատմությունը ձեր ամուսնու լավ պատրաստելուց է եկել, որովհետև իմ ամուսինս ինքն հիմնական իր գործը մեքենայի գործ է եղել։ Ինքը մեքենայի գործ է արել, բայց արդեն հոգնել է։ Ու միշտ տունը որ պատրաստում ենք, ասում եմ թողեք ես անեմ, թողեք ես ամ։ Տեսանք չի, շատ համով է սարքում։ Ասի լավ է, լավ է խոհանոցի գործը դու անես։ Բայց սիրով էր անում տանը։ Շատ սիրով անում, միջև արեցոտ։ Չէ, տանը, մինչև տանել դիզայներով, սիրուն անգամ սալատ պատրաստում է, գեղեցիկ է պատրաստում։ Ու հետո որոշեցիք, որ պիտի ռեստորան բացեք։ Այո, շատ որոշեցինք ու ինքը շատ է սիրում։ Շատ է սիրում ռեստորանը։ Մեկ որ խոսք է լինում, ասում ենք ծախենք, դες զգում եմ տրամադրությունը ընկնում է, ինքը որ եթե հանգարց Աստված ոչ անի ծախենք բիզնեսը, ես չգիտեմ ինքը ինձ ստրես կապրի։ Դրա համար ասում ենք ինքը դրանով հանգստանում է։ Իսկ օրինակ ինչ կարող է լինել, որ որոշեք ծախել բիզնեսը։ Որոշենք ծախել դժվարություններն են։ Չէ, ամենօրյա հոգնածությունը, ոչ թե դժվարությունը, այլ իրար լար։ Ես յան ասում եմ լարված ես, դու հոգնած ես, յանի ուրիշ գործ անես ավելի լավ չի,
ասում չէ, ես դրանով եմ հանգստանում։ Ինձ թվում է ինքը երբ որ արդեն իր ժամանակը գա, ինքը հասկանա, որ էլ չի կարող, էլ չի ուզում, հանգիստ է ուզում, ինքը կհրաժարվի ինքն իրեն։ Բայց քանի դեռ սիրում է, մի կտրեք։ Չէ, ինքը շատ է սիրում։ Ուզում է ծախի, ես էլ համոզում եմ, որ չծախի։ Չի, մեկ խոսակցություն եղել է, որ հոգնել եմ, բան, ծախում ենք ասում ենք։ Երկրորդ օր ասում չէ, ասում ուղղակի խոսացի, ասեցի, բայց չէ։ Չեմ։ Հետո շատ ժամանակ աղջիկս գալի ասում մամ, արի ես այսօր մնամ, դու papan ծուկ բռնելու գնա, ինքը շատ է սիրում ձկնորսություն, շատ է սիրում ձկնորսություն։ Շատ։ Հիմա տղաս որոշել է իրան նավով տանի թունա բռնելու։ Ելոթել Մեծ նավա։ Հա, իսկ ինչպես օրինակ տարածքը գտակ ձեր Ջոնես քյաբաբի ու որոշեցիք, որ հենց դա պիտի վերցնեք։ Տարածքը գիտեք ոնց գտանք։ Մենք ճիշտ ասած մաներով Արմենիան բիթ կա, այդպես մի հատ հատուկ տեղ, ես հիմնական բրբանքում էի ուզում, ես իր տեղը շատ չեմ սիրում, շատ չէի ուզում, հա, Տեղը Նորթ Հոլիվուդ է։ Նորթ Հոլիվուդում է, հա, Valley Glen։ ես նայեցինք շատ տեղեր եմ մանեկել, բայց չգտա։ Հետո էլ ճիշտ որ ձեզ ասեմ, արդեն 20 թվականին, որ մենք բիզնեսը վերցրեցինք, COVID-ի ժամանակները անգավ։ Հենց 20 թվականին մենք բիզնեսը առանք, COVID-ը սկսավ մի ամիս հետո։ Այդքան շատ տեղը շատ չեմ սիրում, ես բայց դա օքեյ է։ Բայց մենք մեր հաճախորդները ունենք։ Ահա, հաճախորդները հայեր են թե օտարազգի։ Կարող եմ ասել մեծամասնությունը երևի մի 70-80%-ը օտարազգ են։ Ձեր մոտ օրինակ թանկ է ուտելիքը Չէ, համարվում։ համեմատած Գները։ ուրիշ տեղերին մեր մոտը շատ հարմար է։ Շատ հարմար, ու մենք մի հատ աման ուտելիքով կարան 2 հոգի կշտանան։ Իսկ մենյունով է որոշել։ Քյաբաբը papayi մոտ լավ է ստացվում, քյաբաբ հաստատ կանենք հետո։ Մենյուն էլի որոշելա տղաս, Նիկը։ Մեծը։ Նիկը ինքը ասեց, որ շատ մենյուի մեջ շատ բաներ չեմ ուզում, որտեղ մարդիկ խառնվում են, չգիտեն ինչ ուտեն։ Դրա համար ամեն մեկից մի հատ ձև։ Հա, Հետո շատ մենք ճիշտ է, գնալով գիտեք։ ավելացրինք, մի քիչ ավելացրինք, շատ չունենք մենյուն, բայց ավելացրեցինք։ Հիմա ավելացենք, ինքը որոշեց։ Ինքը շատ ոնց ասած basic է սիրում, basic հասարակ։ Ու սոսն է եղբայրս։ Հա, Սասը, Մենք շատ հատուկ սոս ունենք որը կոչվում է Jonas Magic Sauce։ ու շատ համեղ է։ Jonas կախարդական սոս։ Այո։ Ու եղբայրս Նիկն է, էլի ինքն է այդ սոսը սարքել։ Ահա։ Լրիվ աղբի բառը ինչ որ մտնում է մեջը, ինքն է հորինել այդ սոսը ու շատ համեղ է։ Ու մեր հաճախորդները որ գալիս են մեր մոտ, իրանք հիմնական երկու բանի համար են մեր հաճախորդները հիմնական գալի սոսի համար, մեկ էլ մենք կարամ ասեմ երևի միակ տեղն ենք, որ մեր քեբաբը 100%-անոց բիֆ քեբաբ է։ Լինում է, որ օրինակ Նիկը զանգի, ասի մամ ընկերներից հետ գալիս եմ կամ սոված եմ, մի բան սարքեք գալիս եմ։ Անպայման շատ։ Գիտեք ինքը ինձ ձևի բնավորությունն ինքը մի հատով չի բարաբարարվում։ Ինքը եթե երբ մեր մոտը գալիս է քեբաբներ առնում ենք, կողքից պետք է փիցա առնի։ Այն մի եթե ասում եմ 10 հոգու ուտելիք, իրան ասում եմ Նիկ ջան, 10 հոգու ուտելիք պատրաստեմ լավ է։ Հա, մամ ասում է լավ է, բայց ինքը 10 հոգու ուտելիքով չի բարաբարվում։ Ինքը 30-40 հոգու ուտելիք է սա։ Հիմնական տղամարդկանց մոտ այդպիսի բնավորություն կա, շատ ուտելիք, այն որ ասում աչքը կշտանալու համար պատվիրում են, դե հետո սոված մարդը ինչ շատ է, չէ, ուզում պատվիրի, հետո կեսից կշտանում ես, արդեն ասում ես դե լավ, այսքանը իզուր։ Տեսեք, Վարդանը ստենց չի, փոքր տղաս տարբեր է։ Փոքր տղաս այդպես չի։ Իսկ երեխաների հարաբերությունները ինչպես են իրար հետ։ Մանավանդ Սյուզին ու Վարդանը, որ իրար հետ գործի մեջ են, շատ եք վիճում։ Նիկն ու Սյուզին իրար հետ շատ մոտիկ են, շատ կապնված են, որտեղ իրանց տարբերությունը մի տարի է, ոնց որ զույգի նման են մեծացել։ Իրար հետ շատ են օգնում։ Հետո Նիկը ասեմ, իր եղբորը քրոջը շատ է օգնում։ Ընտանիքին շատ է օգնում։ Ես իրանից շատ շնորհակալ եմ։ Մենք այսօր որ հաջողության հասել ենք, կարող եմ ասեմ 99%-ով իր շնորհիվ է։ Ես իրան շատ շնորհակալ եմ։ Աստված միշտ իրան կանանց ճանապարհ։ Քույրիկին շատ սիրում է, եղբորը շատ սիրում է։ Այսօր աղջիկս վիդեոներ որ նկարում է կամ փոքր տղաս եղբոր գծով գնաց, էլի վիդեո կամերա սիրում է։ Հա, Դուք բոլորը սիրում եք։ Աղբորը շնորհիվ։ Իր շնորհիվ։ Մենք սկի չգիտենք կամերան ինչ է։ Ինքը 11 տարեկանից առաջի վիդեոն որ նկարել է հենց Քարդաշյանին է նկարել։ Հա։ Քարդաշյանին տեսած տղա է։ Հա։
Ձեր ամուսինը հեշտ մտավ այդ ամեն ինչի մեջ, որովհետև տղայի փոքրի հետ ինքն էլ է նկարում։ Սկզբնական չէ, ինքը շատ ամաչկոտ էր, ինքը կամերամը պահում էր, ինքը միտեղ նստում էր, որ չերևար, ինձ մի նկարեք ասում էր։ Սկզբնական չէ։ Հաստորեն կարող ենք ենթադրել, որ լավ ուտելիքը, համեղ ուտելիքը այդքան էլ կարևոր չի, կարևոր է մեր օրերում, թե ոնց ես մատուցում, ոնց ես ներկայացնում։ Այո, ոնց ես ջերմությունը, այո, մեր Բայց հետո հետ չեն գա, չէ, եթե ուտելիքը լավը չլինի։ իհարկե չեն գա։ Շատ էլ որ նկարին խափնվում են։ Չէ, իհարկե չեն գա։ Բոլորովին, բայց գալիս են։ Մեր հիմնական հաճախորդներն արդեն անուններով գիտեմ, օտարներին։ Մեր մոտը գալիս են Նյու Յորքից, Չիկագոյից, անգամ Իտալիայից, Ֆրանսիայից, տարբեր տեղերից հաճախորդներ ունենք։ Իսկ ո՞րն է ձեր ամենահաջողված ուտեստը, որ բոլորի սրտով է։ Մենք ունենք Suzy Style Fries, աղջկա սանովով, Suzy Style Fries։ Երեխաները կսիրեն ինձ թվում է շատ։ Դուք էլ շատ կսիրեք։ Հա։ Շատ համեղ է։ Իրանա French fries-ը, կարտոֆիլը, chicken breast, sauce, garlic, փարստի, այսինքն սխտոր կանանչիով շատ լավն է։ Գետնախնձորը ժարիտարած կարտոֆիլ։ Ահա։ Get վրան chicken breast-ը, հետո մեր secret Jonas magic sauce-ը, մեկ էլ parsley ու սխտոր։ Քաղցած ես, դե արի հասկանանք թե ինչ ենք անում։ Ուշադիր։ Մենյու M-ը հավաքել է հայերին պատկանող բոլոր լավագույն ռեստորանները մեկ վայրում։ Ստուգիր ռեստորանի վարկանիշը, նայիր մենյուն եւ նկարները, նույնիսկ ընթրիք կարող ես պատվիրել։ Ցանկանում ես փայտի կրակով պատրաստված խորոված, թարմ թխված լավաշ կամ քաղցր ինչ-որ մի բան, Մենյու M-ը քեզ կօգնի գտնել ինչ փնտրում ես։ menuam.com Քեզ ծանոթ համերը մեր ռեստորաններից։ Իսկ այստեղ ծնված մեծացած երեխաները արդյոք եղել են Հայաստանում։ 2013 թվականին ենք գնացել, որ Նիքս այն ժամանակ 19 տարեկան էր, Սուզիս 18 տարեկան էր, փոքր տղաս 7 տարեկան էր։ Հիմա ունենք մեծ նպատակ, որ պետքա գնանք Հայաստան մյուս տարի, այսինքն 2027 թվականին։ Ինչ նպատակ ունեք այնտեղ անելու։ Ասեմ նպատակս հիմնական նպատակս ուրեմն իմ դպրոցից ավարտական 40 տարին է, որ ես դպրոցից ավարտել եմ։ Դասընկերուներիս հետ կապի մեջ եմ։ Ու իրանք ինձ ասեցին, մի հատ ընկերուհի ունեմ, ստե դասընկերուհի, ասաց որ մյուս տարի մեր դասանի երեխեքով հավաքվելու ենք։ Ովքեր որ կան, դու կարող ես գաս։ Եկա տղայիս ասացի, գիտես մի հատ երազանք ունեմ Նիքին։ Ասաց ինչ երազանք։ Ասին Նիք ասացի, ուզում մյուս տարի գնամ Հայաստան։ Դες մա ուզում եմ որ պատմեմ։ Ասաց ինչ եմ ուզում գնաս։ Ասեմ ուզում եմ գնամ իմ դպրոցից 40-ամյակն է։ Ասաց մենակ է դա երազանքդ։ Ասի հիմնականում էդ է։ Ասաց իմացի որ երազանքդ ասեն կատարվել է։ Դու մյուս տարի անպայման մենակ դու չեմ մամ ասաց։ Մենք ամբողջ ընտանիքով ամբողջ ծախսերը ես կանեմ ասաց։ Դու գործ չունես։ Մենք եղել ենք 2013 թվում ու ես շատ եմ սիրել Հայաստանը։ Հայաստան մենք եղել ենք ամենաշատը որ ես սիրում եմ Հայաստանի իր այդ հին եկեղեցիներն է, որ գնում ես այնտեղ ու չգիտեմ ոնց ասեմ հայրեն Շունչդ բացվում է, հա։ Այդ խորհուրդը, այդ խորհրդավորությունը, այդ որ եկեղեցին փոխանցում է քեզ, Աստծո ներկայությունը միանգամից գալիս է ներսդ։ Ուզում ես մտնես այդ վանքերը ու դուրս չգաս։ Դրա համար իմ հիմնական բանը որ ինքն է գալու մեր հետ Հայաստան, Նիքս էլ է գալու մեր հետ Հայաստան։ Մենակ ինքը չի, դերասան ընկերն էլ է գալու։ Գալու են։ Պատկերացնում եմ ինչ շոու են անելու են, Հա, թե։ ահաբեցեք։ Ահա, եկավ։ Hello։ Ես չեմ կարա վեր կանամ, դուք կմոտենաք ձեզ բարևեմ։ Ուզում եմ իմանամ, մենք Հայաստան երբ ենք գնալու։ Ահա, մենք Հայաստան երբ ենք գնալու։ Ուզում եմ Տոմսը մայիսին առնեմ, չէ՞։ Այո, երբ ենք գնալու։ Ինչա մայիսի Որ թվան։ 2027։ Ինչի համար ենք գնալու։ Մենք նոր մեր հետ այդ մասին ենք խոսում։ Ինչի՞ ես բայց եթե խոսացել ես արդեն։ Բանի Ուզում համար ասի, որ իմ տղան գիտի, որ գնալու ենք, իմ տղան է Տոմսեր առել, որտեվ surprise է կարել իրան իր դասարանի 40-ամյակը ավարտելու։ Okay, yeah, school reunion-ը։ So դրա համար ուզում եմ թայր։ Ուզում եմ գնամ Հայաստան ու դու գալու ես իմ հետ։ Probably կարող եմ գամ, հա։ Գալու է։ Անպայման գալու է։ Գնալու ենք Հայաստան։ Դու ես գալի։ Հապա դու գնաս Ես Տոմսը հանգանում ա վրես։ Նշանացի Տոմսն էլ պիտի առնեք։ Այս սաղի Տոմս դու մենակ ասի դու papan։ Եվ որ ասում եք դու պապան Կարող է ես էլ գամ, ասեմ Ասածներն էլ է գալու։ Շատ մարդ մի բեր հետը դու papan արեք, մամ։ Business class-ը մա առնելու ձեր համար դուք գնացեք։
ես պատմությունը լսել եմ, մինչև մանկությունից հասել ենք մեր օրեր, ինչպես էս դժվար ճանապարհներով անցել, հասել ես ամեն ինչին ու հիմա շատ հայտնի ճանաչված մեկն ես ու մաման անընդհատ քո մասին խոսելիս հուզվում է, շատ հպարտ է, շատ ուրախ է, որ դու այստեղ ես։ Դու ինչ ես զգում։ Դու այնտեղում ես, որտեղ որ պատկերացնում ես, որտեղ պետք է լինես։ Չեմ կարծում, որտեղ հələ լիքը գործ ունեմ անելու։ So ուրախ եմ որտեղ որ հասել եմ, բայց անենց չի որ ազգում եմ որ ամեն ինչ արել եմ, որտեղ հələ լիքը բան կա, կարծեմ երևի մենակ 10%-ն եմ արել, 5% երևի կինո իսկական երազանքներից, որտեղ իմ սիրած բաները կյանքում like կինո նկարելն է, դերասաններն է, ոնց որ կինո նկարեցի նոյեմբերին, էտիկա հելնի թիաթրներում էս տարի, company-ներն եմ շատ սիրում, ոնց որ like confetti company ունեմ, so eventually այդ company-ն ուզում մեծացնեմ ու լիքը գործ կանելու, անենց չի որ ստեղ հասել եմ ու ամենամեծ երազանքս էսի էր։ Իսկ որն է ամենամեծ երազանքը։ Այ երբ որ դուք ունենաք շատ գումար, չէ, անենց չի թե ասենք թե այսքան փող ունենամ ուրախ կեղնամ։ Չեմ կարծում այտենց տեղ կա որ կհասնեմ ու կասեմ օքեյ հիմա ուրախ եմ։ Ուզում եմ հասկանամ ձեր նպատակը, մարդ կա բարեգործություն է անում, donation է անում, մարդ կա իր հայազգին է օգնում, մարդ կա եկեղեցի է կառուցում, մարդ կա ծերանոց է կառուցում, մարդ կա մամայի ու պապայի համար նոր բիզնես է անում։ Այ դուք ինչ կուզենաք անել, որպեսզի կարողանաք ճիշտ օգտագործել ձեր հայտնիությունը, ձեր գումարները։ I think ամենամեծ բանը of course մամայիս նայելն է, դա իմ ամենամեծ բանն է։ Հետաքրքիր է որ մենակ մամայի անունն են է տալիս։ Գիտեք ինչ է կարող եմ բան ասեմ։ Papa's of course obviously. But you know like I understand. 100% yes, of course Papa Isel guarantee. But I want to make sure my mom is like always happy with where she's at. Ամենամեծ բանը դա ու քուրս ուզում ինքնել հանգիստ եղնի։ Ընտանիքս 100%։ Ընտանիքս։ Ու ես կյանքում դա չեմ մոռացել։ Like որտեղ հասնեմ ընտանիքս առաջինը կլինի իմ համար։ Իսկ ես ասեմ մաման ինչ է։ Ու չեմ ունենց եմ ուզում եղնի որ կյանքում մերինն է։ Սկի չաշխատանել, like I don't know, even with my sister, like I'm like I want to eventually set everybody up for Բայց աշխատանքը այդ բանի մեջ է, ռիթմի մեջ է, պահում, նենց որ թող աշխատեն, թող լավ լինեն, առողջ լինեն։ Ես կեղնեմ Նիկի ասիստենտը։ Yeah, Ամենա կարևորը է դա իր ասիստենտը։ աշխատողը մեջ ես ում, թող ես աշխատեմ, բոլորը լավ եղնեն, ինձ ամենակարևորը դա։ Ու կապ չունի որ ստեղ են ծնվում, եթե հայ են, Այո։ հայերի առանձնահատկությունը առաջինը իրենց ընտանիքին, Այո, 100%։ հետո նոր մնացածը։ Էդի մի բան ինձ շատ է զարմացնում, especially like Ամերիկայում, I think like երեխեքը մեծանում են ու մոռանում են ընտանիքներին, ամեն մեկը իրանց բանն է անում, բայց էդի իմ համար էդի կյանքում սկի մտքիս մեջ չել անցել, որ ոնց որ մամաս կյանքում զանգի ասի այս սրանով ինձ օգնություն է պետք, բանման ասում ո չէ դու գնա քո կյանքում, էդի չգիտեմ, էդի չեմ կարող հասկանամ հələ ես, որ ոնց են մարդիկ ծանված կամ usually I don't know, I think it's very surprising. Նիկիս գիտեք ձեր մամայի ամենամեծ երազանքը որն է։ Ինչ։ Որ դուք ունենաք ձեր ընտանիքը։ Հա։ Ձեր բալիկները։ Ինքը ասիլա դու բեր, ես կպահեմ։ Հələ թողինած նայեմ սկզբից։ Էլինձի ավելի շատ գլխացավան կեչի։ Նիկի պատմությունը պատմեցի, ինչ ասեցիք ես Մերի ջան, ոնց է սկսել իր կյանքը։ Դժվար։ Շատ դժվար։ Այո, քարքարոտ դժվար։ Հիմնականում լավ տեղ հասածների պատմությունը միշտ դժվար։ Ոչ մեկ այսպես հանգիստ սահելով չի գնում։ Չէ։ Ում էլ հարցնում ես, դժվար կյանք, դժվար Սիրելա պատմություն։ կամերա փոքրուց։ Մոռացա ես ձեզ մի հատ կարևորն ասեմ։
Ամենակարևորը 18-ամյակին գիտեք ես իր տորթը ինչ նվեր առա։ Չէ։ Ինչ առա տորթը։ Կամերա։ Կամերայից տորթ եմ պատրաստել։ Ու իրան սուրպրայզ եմ արել։ Չեմ գրել։ Օй, հիշում եմ էդի։ Կամերայից տորթ։ Բոլորը եկան զարմացան, որ 18 տարեկան էր ինքը, որտեվ ես գիտեի։ Պատվերների երուզերի պատճառով հայտնվել եք դժգոհության գիզակետում, խուսափեք քաոսից։ Orders Co POS-ի դեպքում խոսքը շատ լուծումների մասին չէ, այլ ճիշտ լուծումների։ Կառավարեք պատվերներն ու մենյուները, վճարումներն ու մարքեթինգը, առաքումը եւ ավելին, բոլորը մեկ համակարգից։ Սահուն աշխատանք, արագ մատուցում, արագաճ։ Orders Co ձեր ռեստորանը նորագույն լուծումներով։ Զանգահարեք 855 510 70։ Նիկ, իսկ այդ ծանոթությունը, այդ հայտնիությունը ոչ հայերի մեջ կապ չունի, որ այստեղ եք ծնվել մեծացել, հա, ինչպես եղավ, ինչպես գնացիք այդ ճանապարհով։ Օրինակ, այստեղ լիքը հայեր կան, որ չեն կարողանում մտնել։ Մաման պատմել է Դեյվիդի մասին, ձեր ընկերոջ յութուբերի մասին։ Կարծում եմ իմ հումորը երեխավախվանի շատ ամերիկյան հումոր ա եղել։ So I think it is. Հումորի պատճառ։ Yeah, once or Դե էլի մեկը իր շնորհքն է, էլի։ հա, վախտին սիրևի մի 12 տարի առաջ։ Շատ են ոնց որ հայրը ոնց բաներ նկարում, ոնց որ comedy skit-եր բաներ Instagram-ի վրա։ Բայց ես ավելի ամերիկյան հումորն եմ սիրել։ Ու տենց մտել I think that's Իսկ սցենարները, որ գրում եք, այդ որտեղից ձեր մեջ կոմեդիան ֆիլմերի համար եք, չէ՞ գրում։ Եթե դեր լինի ինձ կասեք, հա։ Հա, երեխավախ ինչա։ Դելիլի ինձ կասեք, հա։ Հաստատ։ Երեխավախ դպրոց շատ չի սիրում, so usually դասարանում նստած հետևը like գրում բան է անում։ Հա, ուրիշ բան է։ Դատակներ է գրում բան է անում։ Տենց ասկսա դպրոց ինձ մի 4-5 դպրոցից հանել են։ Բայց Մաման ասել է։ Ասեցի, չէ՞ որ ինքը գիրք էր կարդում մենակ։ Տենց չի սիրում դպրոց բանման ու գրում էի, like դատակներ էի գրում շատ լիքը սցենարներ բաներ տենց։ Իսկ կապված այս ռեստորանային բիզնեսի հետ պատրաստվում եք էլի ինչ-որ location բացել, երկրորդը ունենալ։ Բայց հələ որ հիմա չէ, հիմա մի քանի հատ ուրիշ բաների վրա եմ աշխատում։ Կոֆեանոցի վրա եմ աշխատում հիմա։ Ու ասեցինք կոֆեի մասին։ Չէ, ասեցիք կոնֆետների մասին, քենդիների։ Կոնֆետ համել Այդ մի բան է, Չէ, մի բան չի, տարբեր կամպանիներ են։ Մի 4 company վրա եմ աշխատում։ Դա շատ եմ սիրում, այդ start Այդ process-ը սիրում եք։ Սիրում եմ, ասում են like startup company շատ եմ սիրում, ոնց որ հորինում ես։ Ու այդ company-ն you know կառուցում ես, սարքում ես։ Շատ եմ սիրում, so մի 4 company վրա եմ աշխատում եմ։ Կոնֆետը հիմա ամենամեծն է։ Կոնֆետը շատ Noobs Candy շատ Իսկ ում ենք առանձին հաղորդում կարող ենք ունենալ քեզ հետ, կոնֆետի հետ կապված։ Էդի շատ մեծ է եղնելու, էդի հիմա մեծ խանութների մեջ այս ամսվա վերջ It sugar խանութում ենք եղնելու Universal City Walk like շատ մեծ կոնֆետի խանութ է ու հիմա աշխատում եմ տարբեր distribution outlet-ների հետ դրա համար автоimage զանգերի վրա է like you know eventually like Target, Walmart այդպես խանութների մեջ կմտնենք բայց էդի շատ եմ սիրում եմ ոնց որ idea-ները կառավարեմ like հորինեմ Ստեղծեք նոր բիզնես։ Yeah, talk about like business. Նիկ, իսկ այդ հայտնիությունը, որ հիմա դուք ունեք, այդքան մարդ ձեզ ճանաչում է։ Ինչ է ձեզ տվել։ Ոչ իմ Ինչի եմ այսպես ասում, որովհետև նայեք, երբ որ մարդը բարձրանում է, ինքը սկսում է ինչ որ սահմաններ գծել իր առաջ, այստեղ չեմ գա, սրան մերժել, նրան մերժել եւ այլն եւ այլն։ Ես դա լրիվ հասկանում, ես էլ եմ դրա մեջ։ Բայց ես հաճախակի հենց այդ մարդկանց եմ տեսնում ու լսում, որ իրենք խոսելու կարիք ունեն։ Իրենք լսվելու կարիք ունեն։ Այ հիմա դուք եկաք նստեցիք ու մենք սկսեցինք սովորական հասարակ զրույց ունենալ իրար հետ։
Հա, ես Այսինքն այդ ես մի միլիոն Չէ, կես, ես ես քան, ես Չէ, ես եթե տատս հիմա զանգի ասի տոլմա սարքել եմ, կետ համա, and then she was like, oh, yes, Ինձ բարձր կփայեմ, չէ, ինքս բարձր չէ, հասարակ այ։ Ես հասարակամ, տենց չեմ սիրում։ Այսինքն հայտնիությունը այդ առումով դες չի փոխել։ Չէ։ Բոլորով։ Աստղայինը չի տարել։ Չէ, կյանքում։ Ոնց եմ փոխել, ոնց որ Դե չգիտեմ, իրենց սկսում են ավելի սենց Չէ։ երկու երգ են ձայնագրում։ Չէ։ Էդի ես չեմ։ Բաբշա։ Դե հիմա տեսեք, մենք Actually zero, right? I'm kind of ձեր ընտանիքն են նստած ձեր կողքին։ Հա։ Ձեր ընտանիքն է your family, ոչ մի բան չունեք բարձրանալու, իրենք են ձեզ բարձրացնողները, ձեր մայրն է ձեր կյանք տվողը, հասկանում եք, իր կողքին չպետք է այդպեսին լինեք, բայց կան դեպքեր, որ մարդիկ, այդ հայտնիները, Չէ։ Չէ, դա սխալ է։ Yes. կամ երկրպագուների հետ with their fans, No. իրենց այդպես են պահում։ No. I'm very simple. I'm very, very simple. Շատ ուրախ եմ, որ եկաք։ Հա։ Շատ շնորհակալ եմ. Thank you so much։ For sure. Ձեր գործերին հաջողություն եմ ուզում Merci, մաղթել։ Ուզում եմ, որ Jonas Kebab-ը, ովքեր որ չգիտեն, իմանան, որ ձեր ընտանիքինն է, անունն էլ ձեր 4-րդ անունով է, որտեղ գիտեմ 4 անուն ունեք։ Այո։ Ու դա ձեր ընտանեկան բիզնեսն է, որտեղ տիրում է շատ ջերմ, ընտանեկան մթնոլորտ, որտեղ կա շատ համեղ ուտելիքներ, որտեղ պատրաստում է իրենց ընտանիքի հայրը, քույրը չի պատրաստում, մայրը, Վարդանը փոքր որդին եւ իհարկե այդ ամենի, այսպես ասած, գլխում կանգնած է Նիկ Անտոնյանը։ Հիմնական մեր ընտանիքը որ մեզի շատ օգնություն է եղել, որ մեզի առաջադիմություն է եղել, հիմնական մեծ նպատակը մեր Նիկն է եղել, ինքն է մեզի, ինքն է հիմնական մեր օգնողը, ձերք մեկնողը, քրոջը, եղբորը, մամային, պապային, առաջ տանելը, ամեն ինչը Նիկն է արել։ Դե եկեք Նիկին մաղթենք քաջ առողջություն, մեծ վերելքներ, որպեսզի կարողանա մեր հայի անունը բարձր պահել օտարների մեջ եւս մեկ անգամ մեր հայրենակիցը։ Լավ ասեցի։ Կինոս թիաթրներում կիրնի, էս Բա պիտի բոլոր հայերով գնանք։ Մերիջան ուզում մեկեն մի բան եմ ուզում։ Կինոն մի քանի ամսից է ելնելու, մենք արդեն ասացինք դեկտեմբերին, Ուզում լիքը հայեր տենամ թիաթրում։ Այո, որ գնան իրեն, ոգևորեն։ Ֆիլմի անունը շեշտենք Love Meets in the Sunshine։ I think it's going to be called Just Sunshine. Okay, մենակ Sunshine, հիմա որոշում ենք։ Բայց կարող է այդ կինոն էլա կատակ։ Չէ։ Աուրանգամ Love Meets in the Sunshine։ No, it's fine. They'll know. Sunshine։ They'll know it. Լավ, Մերիջան, ուզում եմ ձեզ հիմնականում ասեմ, որ Նիկը ճիշտ է, ծնվել է, մեծացել է Լոս Անջելեսում, հենց Հոլիվուդում է ծնվել Լոս Անջելեսում, բայց ինքը միշտ հպարտացել է, որ ինքը հայ է ու միշտ ասել է, որ ես հայ եմ։ Երբեք չի թաքցրել իր հայությունը։ Դե ինչ կա թաքցնելու։ Ասացի որ գրում կարդում եմ։ Of course ասել եք սկզբից։ Հա, դե կարդալը կա։ Ուզում եմ մեկը մի բան ավելացնեմ, չեմ ուզում մի քիչ ուրիշ ձևով, չգիտեմ, հասկանաք, եղել է իր կյանքում մարդ, որ ներկայացել է, թեկուզ ռեստորանում, որ իր հետ միասին ուզեցել է ինչ-որ մի բան դեր կատարեն կամ ինչ-որ մի բան անեն, ու ազգությամբ կարամ ասեմ թուրք է եղել, ինքը հրաժարվել է։ Ու ինքը միշտ հպարտացել է, որ ինքը հայ է, ու ասել է, բոլորն էլ գիտեն, որ ինքը հայ է։ Ուզում եմ ասեմ, որ եթե լինում է, որ նա խոսում է անգլերենով, բայց ինքը հպարտ է, որ ինքը հայ է։ Ես իրան միշտ ասում եմ, ինչքան էլ ուզում ես արա, մի քո երակներով հայի արյունն է հոսում։ Այո, այդ գենետիկ կոդը չի կարող ոչ մի բան եմ ուզում ավելացնել, Մերի ջան, ազնվությամբ եմ ասում, երբ որ եղավ մեր պատերազմը, որ եղավ 44-օրյա պատերազմին, Նիկը շատ օգնություն ուղարկեց Հայաստան ու երբեք անունը չտվեց։ Ասես չեմ ուզում իմ անունս տան, որ չեմ ուզում իմանամ, որ ես եմ։ Ինքն ու իր անկեր Դեյվիդը օգնել են շատ, ու բայց երբեք անուն չեն տվել։ Դե այսօր ուրեմն այդ օրն է, թող իմանան։ Ես կարծում եմ, որ ճիշտ է, որ իմանան անուններով։ Ամեն տարի ապրիլի 24-ին Քայլարշավա գնացել Նիկս, մենակ ինքը չի, սևական ընկերոջ եւ իտալացի ընկերոջ հետ միասին։
Դուք պատմում եք իրենց մեր պատմությունը, հա, իրենք ցանկություն են հայտնում գալ։ Այո։ Միշտ ամեն տարի քայլարշավ գնացել է։ Մի տարին է, որ ինքը չկարողացավ, մի երկու տարի է որ չգնաց, բայց ամեն տարի քայլարշավ գնացել է ապրիլի 24-ին ինքը ու հպարտացել է, որ ինքը հայ է։ Ես էլ եմ շատ հպարտ, որ ձեր նման հայերի կողքին եմ, անկախ նրանից, թե Նիկը կգար չեր գա, շատ ուրախ եմ անձամբ ձեզ հետ Տիկին Մարինե եւ Սյուզի ջան, քեզ հետ էլ զրուցելու, անպայման կգամ սիրով, որպեսզի փորձեմ ձեր ուտելիքները, Անպայման։ որպեսզի այդ համն էլ զգամ ու ջերմությունը, որը որ դուք փոխանցեցիք այսօր ինձ եւ մեզ դիտողներին։ Այսօրվա համար այսքանը, վստահ եմ, որ այն էներգիան, որը որ տիրում էր մեր տաղավարում, կարողացանք փոխանցել ձեզ, իսկ դուք չմոռանաք հետևել մեզ ամեն երկուշաբթի ժամը 5:00-ին Menu AM-ի պաշտոնական YouTube-յան ալիքում։ Կհանդիպենք, մնացեք խաղաղությամբ։